Բարև ձեզ, Սարվա թեման է իմ այսօրվա զրուցակիցը Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, Պարոն Մեհրաբյան, սկսենք այն իրադարձությունից, որի մասին թերևս ամբողջ տարվա ընթացքում հիշատակում ենք մեր զրույցներում անդրադառնում ենք խոսքը Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների մասին, բայց անդրադառնում ենք այն տեսանկյունից, որ այնտեղ կատարվող ինչ որ առումով թե դուք, թե այլ փորձագետներ ու քաղաքագետներ կապում էին նաև մեր հետ, մեր հետագան, մեր նաև անելիքները, հետագա անելիքները, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, որը ոգևորեց եւ նաև տխրեցրեց հայ հանրության մասերին, այսպես ասենք։ Իհարկե, այնպես չէ, որ կապում էինք, ու պարզապես կար այն բացարձակ ակնհայտ իրողությունը, որ Մոլդովայում այնինչ տեղի է ունեցել, ունենում եւ ունենալու, դա շատ հստակ ցուցիչ է իրական ուժերի դասավորության, որը դրսևորվում եւ դրսևորվելու է Հայաստանում։ Մոլդովական պատմությունը, այսպես ասենք, այս վերջին շրջանի մեկնարկեց նախ անցյալ տարի աշնանը, երբ Մոլդովայում նախագահական ընտրություններ էին եւ հանրաքվե եվրոինտեգրման մասին այդ դրույթը սահմանադրական դրույթի վերածելու հարցով։ Եվ մենք հիշում ենք, որ նենց այսպես 50%-ից ուղղակի 100-րդական, այսպես տոկոսով ավել առավելությամբ այդ ընտրությունը քվեն դրական ստացվեց, բայց բոլորը հասկանում էին, որ հիմնական ճակատամարտն առջևում է, դա այն էր, ինչ տեղի ունեցավ նախորդին պարլամենտական ընտրությունները, որովհետև Մոլդովան այնուամենայնիվ պարլամենտական պետություն է եւ կառավարությունը կազմվում է պարլամենտում ուժերի դասավորությունից ելնելով։ Եվ բնական էր, որ Մոսկվան ամեն ինչ անելու էր, որ այդ աշնանային տապալումից հետո ռևանշի հասնի այս պարլամենտական ընտրություններին, այո, եւ այսպես ասենք խաղակեսը պարտվելով հաղթի խաղը ավարտվեց ոչ թե հաղթանակով, այլ նոկաուտով հաղթանակով, այսպես տոտալ հաղթանակով, ամշամարտում ոնց են ասում, չէ, տուշե, այո, թիակները գետնին խփելով մի հատ, այս ամենը ցույց է տալիս մի բան, որ Մոսկվայում կուրատոր են փոխել, որ այստեղ այդ որոշ այդ հիբրիդային տարերի մոտ էյֆորիա էր առաջացրել, որոշել էին մարտավարություն եւ ռազմավարություն փոխել եւ այլն, բայց կյանքը ցույց տվեց երկու բան, որ Մոսկվայում ոնց որ ասում են ուրիշ հերոսի անուն չգիտեն, ուրիշ ձև չգիտեն, կացին, սապոգ, մի հատ էլ սապոգ, սա է։ Եվ այս ամենը, այո, դատապարտված էր տապալման, ինչն էլ եւ տեղի ունեցավ։ Այո, Մոլդովան մի պետություն, որը աշխարհագրորեն գտնվում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ Ռումինիայի եւ ռուսական ագրեսիայի դեմ մարտնչող եւ թե մեկի թե մյուսի անդամակցության տեխնացու Ուկրաինայի միջև, ըստ էության, այսպես սահմանեց իր ապագա քաղաքական կուրսը, բայց այստեղ մի խնդիր էլ կա։ Ուկրաինայի եւ Մոլդովայի արանքում կա մի այսպես Ելցինից այսպես կոչված ռուս դեմոկրատներից մնացած մի չիբան, որի անունն է Պրիդնեստրովի է, դա պետք է լիկվիդացվի շատ արագ, իսկ այնպես է ստացվել, որ նրանք ուղղակի տարբերակ չունեն, այդ ամբողջ արհեստականությունը
ուղղակի ցցուն է դառնում։ Իդեպ այնտեղ ասում է ցաշվող կոնֆլիկտ էլ չկա, ուղղակի ասենց իներցիայով իրավիճակի գնում է մի այսպես մաքսանենգությամբ զբաղվող մի բանդա կա այնտեղ, ուղղակի իշխանությամբ։ Հա, էլի որ Մոսկվայից մի երկու կոպեկ ստանում էր մինչև հիմա դա էլ չի ստանա, որտով ստանա ինչ անի։ Իմաստ էլ չկա, այնտեղ կա ռուսական 14-րդ բանակը, որի մեծ մասը հենց Պրիդնեստրովիայի բնակիչներն են։ Դրանց որ զուտ Ռուսաստանի քաղաքացիներ են Ստամբուլի չվերթով հեշտ ու հանգիստ կարելի է էվակուացնել, զենք ու զինամթերքը կթողնեն Մոլդովային, այնտեղ այդ մեծ մասը անհրաժեշտ է ուտիլիզացնել, հանդարտվեց այնտեղ ամեն ինչը, հիմա մենք պետք է լավ հասկանանք, որ Մոսկվան այսպես բանկի տրամաբանությամբ իր բոլոր ջանքերը եւ ռեսուրսները նետելու է հայկական ուղղությամբ։ Բացի դրանից էլ ես հիմքեր ունեմ պնդելու, որ Հայաստանում Մոսկվայի խաղաղ դրույքներն ավելի բարձր են, քան Մոլդովայում։ Ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ այնուամենայնիվ 22 թվականից հետո Մոլդովան այնուամենայնիվ արդեն կորցրել էր իր բոլոր կապերը Մոսկվայի հետ։ Հենց զուտ աշխարհագրական լոգիստիկ առումներով։ Մեկուսացման մեջ էր ընկել ռուսական ազդեցության այդ բոլոր ռեսուրսներն այնտեղ։ Մոսկվան ուղղակի իմիջ փրկելու հարց ուներ այնտեղ, իսկ այստեղ շատ կոնկրետ շահ կա։ Այո, Մոսկվան այստեղով կոմունիկացիաներ պետք է անցնել եւ Մոսկվան իր այս ներկայությունը Հայաստանում փորձելու է կապիտալիզացնել եւ տրանսֆորմացնել այդ ապագա կոմունիկացիաների նկատմամբ իր վերահսկողությամբ, իր մասով, այսպես ասենք, հա։ Բայց քանի որ դա մի մեծ ամբողջականություն է, ցանկացած մասի վերահսկողություն Մոսկվային ավտոմատ դարձնում է փայատեր։ Այն պարագայում, երբ այդ ողջ միջանցքի ստեղծման գաղափարը հենց այն է, որ դա շրջանցի Մոսկվային, քանի որ Մոսկվան տեսանելի ապագայում պատժամիջոցների տակից դուրս չի գալու, չեն թողելու դուրս գա, հետևաբար պետք են այլ լուծումներ, սա է այդ այլ լուծումը։ Հիմա Մոսկվան ուզում է Հայաստանով այնուամենայնիվ մտնելով խաղի մեջ ցույց տալ, որ չէ, սա այլ լուծում չի։ Մենք այստեղ շատ լուրջ պետք է վերաբերվենք այս սպառնալիքին եւ առիթ ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում, այդ թվում նաեւ ձեզ հետ մեր նախորդ հանդիպումներում ասել, որ Մոսկվային պետք է զրկել մեզ վրա ներսից հարձակվելու բոլոր հնարավորություններից։ Ինչը արեց Մոլդովան կա։ Իհարկե, ինչն արեց Մոլդովան, որովհետեւ Մոլդովայում տեղի ունեցածը ոչ թե ինչ-որ հրաշք էր կամ ամպրոպ բաց երկնքում, դա շատ հետևողական մի քանի քայլերի, այսպես տրամաբանական վերջաբան էր։ Որ քայլեր։ Նախ եւ առաջ այն, որ ժողովրդավարական եւ պրոեվրոպական արժեքներ կրող այդ սեգմենտը հասարակության մոբիլիզացվեց։ Հասան այն ընկալման, որ այդ օրը որոշվում է ոչ թե իշխանության հարց կամ պարլամենտում ով քանի տոկոս կունենա, այլ պետության լինել չլինելու հարց։ Եվ դրա համար անհրաժեշտ է ուղղակի նեղություն տալ եւ գնալ ընտրատեղամաս։ Ընդամենը երկիրն էլ փոքր, մի ժամանակ կյանքից տրամադրել դրան հենց այդ օրը։ Դա մեկ։ Եվ երկրորդը պետությունը կատարեց իր բարոյական, քաղաքական եւ իրավաբանական պարտականությունը քաղաքացիների նկատմամբ։
Մոլդովայում այս ընթացքում թարմացվեց օրենսդրությունը, հարմարեցնելով այն այս հիբրիդային վտանգներին եւ դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությանը եւ օրենքով ուղղակի կամ դատական օրենքի հիման վրա դատական ակտերի հետևանքով փակվեցին մի քանի կուսակցություններ, փակվեցին այսպես կոչված կուսակցություններ, փակվեցին մի քանի այսպես կոչված լրատվամիջոցներ, այսպես կոչված հասարակական կազմակերպություններ, փակվեցին ֆինանսական հոսքեր, կեղտոտ փողերի, այդ թվում նաև երևի դուք էլ տեղյակ եք Քիշնևի օդակայանում ուղղակի արգրավվեց 1.1 միլիոն դոլար կանխիկ փող, որ սպորտային պայուսակներով Մոսկվայից բերելու էին եւ բաժանել։ Կան նաև մոլդովացի օլիգարխներ Մոսկվայում, որոնք ուղղակի բաց տեքստով փող էին խոստանում բոլոր նրանց, ովքեր դուրս կգան իշխանության դեմ, եւ կոչ էին անում եւ կոնկրետ փող էին առաջարկում։ Ընդհանուր մինչև 3000 եվրո։ Դա չօգնեց։ Եվ այդ մի օլիգարխ կա մոլդովացի Իլան Շորի ցանց, այսպես արդեն բառակապակցություն կար այնտեղ, այդ ցանցը ուղղակի գտնվում էր Մոլդովայի հատուկ ծառայությունների հակահետախուզության ուղիղ վերահսկողության ներքո եւ բացահայտվում էր տար առ տար։ Բացի դրանից էլ այնտեղ այո ձերբակալվեցին 74 հոգի Սերբիայում պատրաստություն անցած գրոհայիններ, ովքեր պետք է գրոհեին ոստիկանական բաժանմունքներ, պետական հիմնարկներ, ջարդարարությամբ զբաղվեին, ստեղծեին քաոս։ Նրանց ձերբակալվելուց հետո պարզ դարձավ, որ Մոլդովայի, այսպես ասենք, ռուսական կուսակցության մեջքը ջարդված է։ Ընտրություններն էլ այս քայլերի արդյունքները եկան ամրագրելու։ Հիմա այս ամենը մի բաց դասագիրք է Հայաստանի Հանրապետության համար, որտեղ ադապտացված ձևով, իհարկե, Հայաստանի պայմաններին ադապտացված ձևով այս սպառնալիքները գործելու են եւ պետությունն ունի նույնանման պարտականություն, իսկ մեր քաղաքացիների, այսպես ասենք, ժողովրդավարական արժեքներ կրող եւ պրոեվրոպական սեգմենտը մեր հասարակության այո պետք է մոբիլիզացվի եւ այդ օրը գա ընտրության։ Իսկ նախընտրական շրջանում էլ լինի շատ ակտիվ։ Բացի դրանից մի մեծ նվեր է արել Հայաստանի Հանրապետությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ըստ էության քաղաքական լյուստրացիայի համար իրավաբանական ամբողջական լիիրավ լիարժեք հիմք տրամադրելով դա մարտի 1-ի հարցով այդ դատավճիռն էր։ Այդ դատավճիռի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն ունի անելիքներ իրավական առումով, դատաիրավական եւ քաղաքական։ Եվ Հայաստանը պարտավոր է դա անել։ Հայաստանում այո պետք է փակվեն օրենք ընդունվի եւ փակվեն Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը եւ դե ֆակտո չգործող, բայց դե յուրե դեռ գոյություն ունեցող այն օրինաց երկիր կուսակցությունը, որոնք քաղաքական ֆասադ են եղել մարդ պետության իշխանության համար 2008 թվին այդ սպանությունները պարտակած իշխանության եւ ընդհանրապես այդ սպանությունների շահառու քաղաքական շահառու հանդիսացած այն ժամանակվա այո այդ քաղաքական ուժերը
Որովհետև ինչու են այդ մարդկանց սպանել։ Ինչու էր այն ժամանակվա իշխանությունը հրաժարվում իշխանությունը հանձնել հաջորդ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Մի բարձ պատճառով կոռուպցիոն ռենտան չկորցնելու համար։ Սա պետք է քաղաքական գնահատական բխեցնի այս դատավճռից եւ համապատասխան օրենսդրական աշխատանք կատարի եւ այդ աղբը հանի քաղաքականությունից։ Մեր մոտ այդ ուժերը փաստորեն դեռ ակտիվ են, ոչ միայն ակտիվ են, այլև նրանցից առանձին գործիչներ հայտարարում են, ընդհանուր բացահայտ հայտարարում են, որ Հայաստանի փրկությունը Ռուսաստանի հետ միության կազմի մեջ է, դա հայտարարել է Վարդան Ղուկասյանը, հայտարարել է Քոչարյանը, ու Սերժ Սարգսյանը բարձրաձայն չի հայտարարել, բայց կարծեմ հոգով համաձայն է այդ թեզի հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կարծես այդ գաղափարի կողմնակից է, ինչ են փորձում անել այդ հիմնականում 3 նախագահներ են նախկին։ Դե ես առաջին նախագահին չեմ ուզում մեկնաբանել, բայց ինչ վերաբերում է երկուսին ու դուք նախագահ եք անվանում, նրանք նախագահ չեն ընտրվել երբևիցե։ 98 թվականին այդ կրիմինալ դիկտատուրան Հայաստանում հաստատվել է պետական հեղաշրջումից հետո եւ կոնսոլիդացվել պարլամենտում տեղի ունեցած տերորիստական ակտի արդյունքում, հա։ Հետևաբար, այո, Հայաստանի Հանրապետության նաև անզորության մասին է, 17-ամյա անզորության մասին է այս դատավճիռը։ Եվ այդ 17-ից 7 տարին այս իշխանության կառավարման տարիներն են, այսինքն դա շարունակվել է։ Ես չեմ ուզում քննարկել այդ պատճառներից, որ մասն է օբյեկտիվ, որ մասը սուբյեկտիվ, բայց սուբյեկտիվն էլ կա, որովհետև մեր գլխավոր խնդիրն այն է, որ մենք խնդրեմ չենք համարել, հա։ Հիմա եկել է այդ շտկումները կատարելու եւ այդ քայլերը իրականացնելու ժամանակը։ Այո, Ռուսաստանը մեր թշնամին է եւ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում քարոզողները Հայաստանի Հանրապետության անկախության, ժողովրդավարության, ինքնիշխանության թշնամիներն են, այլ ոչ թե այն, որ ասում են մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ոչ, հանցագործը չի կարող լինել հարգելի, չի կարող լինել ընդդիմադիր եւ չի կարող լինել գործընկեր։ 3 բառն էլ սխալ է։ 4-ը նաեւ մերը չէ։ Պարոն Մերաբյան, անդրադառնանք ՄԱԿ-ում եւ Եվրոպայում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին, նաեւ այն արձագանքներին, որոնք ըստ էության ինչ-որ առումով նաեւ սուր արձագանքներ էին, սուր հակադարձություններ էին թե Ալիևին, թե ԵԽԽՎ-ում այն падգամավորներին, որոնք հարցադրումների մեջ օգտագործում էին Զանգեզուրի միջանցք, այսպես ասած, տերմինը, ինչի է սկսվել նորից այս Զանգեզուրի միջանցքի հետ կապված նարատիվը շրջանառության մեջ դրվել, ակտիվանալ, խոսվել այդ մասին, թեպետ Փաշինյանը թե ՄԱԿ-ում, թե Եվրոպայում բավական հստակ նշեց, որ նման թեզը, նման գաղափարը կեղծ գաղափար է, նման օրակարգը կեղծ օրակարգ է։ Ալիևի այս հայտարարությունները միևնույնն է, բան չեն փոխում։ Բանակցային ներողություն։ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, մեր տարածաշրջանային գործընթացներում Ալիևի այս հայտարարությունները ոչ մի բանի մասին են, բայց գալով ձեր մատնացույց արած խնդրին։ Ինչ է տեղի ունենում այդ հայտարարությունների արդյունքում։ Այդ հայտարարությունների արդյունքում Ալիևի տված այդ վերբալ պասը ընդունում է Ռուսաստանի 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը եւ այլ հիբրիդային դեգեներատների այդ կույտը եւ սկսում է տիրաժավորել ինչ նպատակով օգոստոսի 8-ի համաձայնությունների նկատմամբ անվստահություն սերմանելով։ Նպատակն ինչն է։ Հայաստանի ձեռքով անհնարին դարձնել օգոստոսի 8-ի այս համաձայնությունները
եւ վերաբանակցել դա արդեն առանց Հայաստան։ Սա է ուզում Ադրբեջանը։ Այո, Ալիևը դժգոհ է այս համաձայնություններից։ Ալիևը ստիպված է գնացել այս համաձայնությունների։ Այո, Ալիևը լպստում է ամերիկացիներին եւ նախագահին իր իբր գոհունակությունը ցույց տալով, բայց Ալիևը ստիպված է գնում դրան գլխին չուտելու համար։ Որում այդպես չի, որ ամերիկացիները այդքան բան չեն հասկանում։ Դրա համար էլ, այո, ականջները քաշում են եւ քաշելու են, որ իրեն խելոք պահի, բայց նա շարունակելու է սա խոսել, ինչի համար, որովհետեւ Հայաստանի ներսում դրա ռեֆլեքսիան տեսնում է։ Այո, մենք կարող ենք ասել, որ Ալիևի բանակը այլևս չի մասնակցում որպես ռազմական տարր Ռուսաստանի կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմում, ինչի մասին ի դեպ Նիկոլ Փաշինյան ուղիղ տեքստով ասաց, որ 44 օրյա պատերազմը նաև հիբրիդային պատերազմի մաս էր։ Ալիևի բանակը հիմա չի մասնակցում, որովհետև դրա քաղաքական գինը դարձել է Ադրբեջանի համար անհաղթահարելի, բայց այդ հիբրիդային պատերազմի վերբալ մասով Ալիևը իրեն վերապահել է, այս պահի դերությամբ վերապահել է առանցքային դեր։ Այո, նա պասեր է մատակարարում ռուսական պրոքսիներին Հայաստանի ներսում, Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար, որտեղ ինքը իր շահն է նաև տեսնում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս ուրեմն բառակապակցությունների հետևում, թե ինչ կա։ Սա է տեղի ունենում։ Ինչ է պետք անել, որպեսզի սա տեղի չունենա եւ նա փակի իր բերանը։ Շատ բարձ բան։ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում պետք է լիկվիդացվի, որովհետև դա Ռուսաստանը պետք է ծեծ ուտի Հայաստանում քաղաքականապես, նոկաուտի ենթարկվի, տուշեի ենթարկվի Հայաստանում, հա? Եվ դա է, որ կդեմոտիվացնի ռուսական պրոքսիներին Հայաստանում, իսկ Ալիևին էլ ընդհանրապես կզրկի իմաստից ստորագրված փաստաթղթերում չեղած տերմինաբանություն օգտագործելու համար, հա։ Այսա պետք է անել եւ այս ամենն էլ ամրագրել, այո, ընտրություններին Հայաստանում, այսպես ասենք, ռուսական կուսակցության ջախջախիչ պարտությամբ։ Այն ամենը ինչ պետք է անել։ Մենք ունենք 9 ամսվա աշխատանք, որը պետք է կատարենք անվրեպ ձևով, եւ այո, ռուսական այս ժանտախտը պետք է վերածվի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Առանց դրա ռուսական ժանտախտով 4-րդ հանրապետություն չի լինելու։ Մտնելով չանցնի ու մեկ էլ չխոսակ, չգիտեմ, խորացնել եւ ընդլայնելու մասին։ Ժանտախտի հետ հարաբերություն չեն խորացնում։ Պարոն Մերաբյան, 4-րդ հանրապետություն ասացիք, Փաշինյանը խոսեց դրա մասին, արդյոք պետք է փակել 3-րդ հանրապետության էջը։ 3-րդ հանրապետությունը ցավոք սրտի ստեղծվեց ծուռ ֆունդամենտի վրա մի քանի պատճառներով, դա երևի առանձին թեմա է եւ հետո պատնել ծուռ շարվեց եւ հետո պատնել փլուզվեց։ Հիմա պետք է կառուցել նորը։ Այն փլուզված է ըստ էության։ Խոսքը վերաբերվում է պետության վերաստեղծման անհրաժեշտության։ Պետք է վերստեղծվի Հայաստանի Հանրապետություն։ Իրավաբանորեն, քաղաքականապես, բայց դրա համար անհրաժեշտ են, այո, այդ քաղաքական